Բարև բոլորին։ Ուրեմն, եթե ձեզ հարցնեն, թե որն է Հայաստանի ամենակարևոր, ամենառազմավարական նշանակություն ունեցող մարզը, վստահ եմ միանգամից կմտածեք մեծ տարածք կամ հսկա արդյունաբերական կենտրոններ ունեցող շրջանների մասին։ Բայց գիտեք ինչ, այսօր մենք լրիվ կոտրելու ենք այդ կարծրատիպը։ Մեր այսօրվա վերլուծության թեման Հայաստանի ամենափոքր, բայց հավատացեք, իր խտությամբ ու նշանակությամբ անզուգական մի վայր է Արմավիրի մարզը։ Իրականում սա ուղղակի մարզ չէ, սա կարելի է ասել այն անխափան շարժիչն է, որի վրա բառացիորեն հիմնված է մեր երկրի ամենօրյա գոյատևումն ու զարգացումը։ Դե ինչ, եկեք հասկանանք, թե ինչու։ Լավ, եկեք միանգամից խորանանք այս անհավանական փաստի մեջ։ Սկսենք մի պարզ հարցից. ինչ կապ կարող է լինել 5000-ամյա հին մետաղաձուլարանի եւ, ասենք, մեր ժամանակակից էներգետիկ անվտանգության միջև։ Առաջին հայացքից բացարձակապես ոչ մի չէ, թվում է, թե դրանք լրիվ տարբեր դարաշրջանների անհամատեղելի բաներ են։ Բայց ամբողջ ֆոկուսն այն է, որ այս երկուսն էլ գտնվում են ճիշտ, բայց ճիշտ նույն աշխարհագրական կետում։ Պարզապես պատկերացրեք, Արմավիրի հողը հազարամյակներ շարունակ եղել է նորարարության ու հզոր էներգիայի կենտրոն, եւ այդ նույն էներգետիկան պահպանվում է հենց այս պահին։ Այսօրվա մեր բացատրական նյութում մենք քայլ առ քայլ կկառուցենք Արմավիրի ժամանակակից հզորության ամբողջական պատկերը, կանցնենք նրա ռազմավարական եւ էներգետիկ հիմքերով, կհասնենք մեր գլխավոր օդային դարպասներին, հետո կնայենք գյուղատնտեսությանն ու իհարկե ժամանակակից արդյունաբերությանը։ Եվ այսպես, մեր առաջին կանգառը հենց ռազմավարական հիմքն է։ Որպեսզի լիովին ընկալենք Արմավիրի այսօրվա անփոխարինելի դերը, պետք է գիտակցենք մի պարզ բան. այս տարածաշրջանի գերակայությունը նոր չէ, այն հաստատուն եւ անփոփոխ է եղել հազարավոր տարիներ։ Սա պարզապես ֆանտաստիկ կերպով ցույց է տալիս պատմության շարունակականությունը։ Մի կողմից մենք ունենք հին մեծամորը, իր 5000-ամյա բրոնզեդարյան հսկայական մետաղաձուլարանով ու 100 հեկտարանոց հնագույն քաղաքով, որտեղ վարպետները արդյունահանում եւ ձուլում էին մետաղ։ Իսկ մյուս կողմից ժամանակակից մեծամորն է, որտեղ հիմա ճեղքվում է ատոմը։ Որսացիք միտքը։ Հազարամյակներ առաջ այս նույն տարածքում մարդիկ կառավարում էին կրակն ու մետաղը, իսկ այսօր նույն տեղում կառավարում են միջուկային էներգիան։ Ուղղակի ապշեցուցիչ է։ Իրականում այս փոքրիկ, բայց աներևակայելի խիտ բնակեցված մարզը եղել է բազմաթիվ պատմական մայրաքաղաքների եւ ուղղակի ճակատագրական իրադարձությունների կենտրոն։ Դեռ մեր թվարկությունից առաջ 776 թվականին այստեղ է հիմնադրվել Ուրարտական Արգիշտի քաղաքը, ավելի ուշ Երվանդաշատ մայրաքաղաքը։ Եվ իհարկե, ինչպես չհիշել, հենց այստեղ Արմավիրի հողի վրա 1918-ին տեղի ունեցավ հերոսական Սարդարապատի ճակատամարտը, որը եկեք անկեղծ լինենք, բառացիորեն փրկեց մեր ազգը ոչնչացումից, իսկ 1968-ին կառուցված այդ վեհաշուք հուշահամալիրը մինչև հիմա հիշեցնում է մեզ այդ փրկության մասին։ Եվ հենց այսպիսի ամուր պատմական հիմքի վրա էլ կառուցված է մարզի ամենակարևոր սյուներից մեկը՝ էներգետիկան։ Անցնենք առաջ եւ խոսենք այն սրտի մասին, որն ուղղակի լույս եւ ջերմություն է տալիս ամբողջ երկրին։ Գիտեք, Մեծամորի ատոմակայանի պատմությունը իսկական դրամա է, որն անքակտելիորեն կապված է մեր երկրի գոյատևման հետ։ Առաջին բլոկը գործարկվեց 1976-ին, երկրորդը 1980-ին, բայց 1989-ին Սպիտակի ողբերգական երկրաշարժից կարճ ժամանակ անց կայանը անվտանգության նկատառումներով փակվեց։ Բոլորս լավ գիտենք, թե ինչ եղավ հետո։ Երկիրը հայտնվեց էներգետիկ ծանր, մութ ու ցուրտ ճգնաժամի մեջ։ Սակայն 1995-ին տեղի ունեցավ աննախադեպ մի բան։ 6 տարի դադարից հետո կայանը կենսականորեն կարևոր վերագործարկում ապրեց, փաստացի հանելով Հայաստան այդ կոլապսից։ Այսպիսով, ամենակարևոր կետն այն է, որ այսօր կայանը ապահովում է հենց 407.5 մեգավատ հզորություն։ Պատկերացնում եք այս թիվը։ Այս հսկայական էներգիան, որը ծնվում է հենց Արմավիրում, պահում է մեր հանրապետության ամենօրյա կյանքը, աշխատեցնում է մեր արդյունաբերությունն ու ապահովում անվտանգությունը։ Շատ պարզ ասած, առանց այս կայանի մեր էներգետիկ անկախությունը պարզապես գոյություն չէր ունենա։ Բայց սպասեք, Արմավիրը միայն էներգիա չէ։ Անցնենք տրանսպորտային ոլորտին։ Սա մեր գլխավոր օդային դարպասն է, որը կապում է դեպի ծով ելք չունեցող մեր երկիրը արտաքին աշխարհի հետ։ Արդեն իսկ Զվարթնոց արունը շատ խորհրդանշական է։ Մի կողմում ունենք Զվարթնոցի տաճարը, մեր 7-րդ դարի ճարտարապետական անկրկնելի գլուխգործոցը, որի նորարարական լուծումներն իրականում ազդել են անգամ եվրոպական ճարտարապետության վրա։ Իսկ մյուս կողմում 1981 թվականին հիմնադրված մեր գլխավոր միջազգային օդանավակայանն է։ Երկուսն էլ գտնվում են Արմավիրում եւ պատկերացրեք, երկուսն էլ իրենց դարաշրջանների համար հանդիսացել են երկրի գլխավոր այցեքարտը։
Շատերը հաճախ մտածում են դե օդանավականը Երևանում է, բայց արի ու տես, որ մեր երկրի գլխավոր միջազգային դարպասը գտնվում է մայրաքաղաքից ընդամենը 18 կիլոմետր հեռավորության վրա, եւ այն ամբողջությամբ ֆիզիկապես գտնվում է հենց Արմավիրի մարզի վարչական տարածքում։ Սա եւս մեկ անգամ ապացուցում է, թե որքան անփոխարինելի ռազմավարական դեր ունի այս մարզը մեր բոլորի համար։ Եվ այս հզոր ենթակառուցվածքների շուրջ տարածվում են կենսական նշանակություն հսկայական ռեսուրսներ։ Խոսքը գյուղատնտեսության մասին է, ու սա պատահական չէ, որ Արարատյան դաշտի ամենաբերքատու ու բարեբեր հողերը հենց այստեղ են։ Ուղղակի ապշել կարելի է, թե այս փոքրիկ մարզը ինչ անհավանական ծավալի գյուղատնտեսական արտադրանք է ապահովում։ Հենց այստեղ են աճում մեր ամենահամեղ դեղցը ծիրանն ու սալորը։ Էլ չեմ խոսում այն բացառիկ որակի խաղողի մասին, որն օգտագործվում է աշխարհահռչակ գինիների ու կոնյակի արտադրության մեջ։ Պարզապես մտածեք այս թվի շուրջ։ Հայաստանի ամբողջ գյուղատնտեսական արտադրանքի մոտ 22.6%-ը, այսինքն ավելի քան 1/5-ը գալիս է բացառապես Արմավիրից։ Իրեւ մի հետաքրքիր փաստ եւս։ Հենց այս մարզում է գտնվում հնագույն Որդան Կարմիր միջատի արգելավայրը, որից դեռ 3000 տարի առաջ ստանում էին աշխարհի ամենաարժեքավոր կարմիր ներկը։ Հիմա այնինչ իսկապես անսպասելի է ձեզ համար ձկնաբուծության մասշտաբներն են։ Մեզ թվում է, թե Արմավիրը չոր մարզ է, արև ու հող, բայց միայն Արմավիր ֆերմեր ընկերությունը կառավարում է ուշադրություն 350 հեկտար մակերեսով լճային տնտեսություն։ Ժամանակակից ակտակուլտուրայի մեջ սա ուղղակի ահռելի ֆանտաստիկ ցուցանիշ է։ Ուրեմն, Սև ջուր գետի ռեսուրսներով սնվող այս տնտեսությունը տարեկան արտադրում է մոտ 25 տոննա մանրաձուկ եւ 50 տոննա շատ բարձրորակ ապրանքային ձուկ։ Նրանք բուծում են ամեն ինչ, սկսած կարապից ու սպիտակ ամուրից, վերջացրած լոքոյով, իշխանով ու նույնիսկ թառափով։ Արմավիրում արտադրված այս ձուկը լուրջ պահանջարկ ունի ոչ միայն Հայաստանում, այլև մեր սահմաններից շատ հեռու։ Սա իսկապես ժամանակակից ու գրագետ գյուղատնտեսության լավագույն օրինակներից է։ Լավ, իսկ ինչ է լինում այս ամբողջ հսկայական բերքի հետ։ Այն գնում է վերամշակման ու վերածվում է բարձրարժեք ապրանքի, ձևավորելով մեր հաջորդ ու վերջին հենասյունը՝ ժամանակակից արդյունաբերությունը։ Եկեք որպես վառ օրինակ նայենք ՄԱԲ գործարանին։ Այս գործարանի պատմությունը սկսվում է դեռ 1942 թվականից, երբ հիմնադրվեց Հոկտեմբերյանի գինու գործարանը։ Արդեն 60-ականներին այստեղ սկսվեց հայտնի կոնյակի արտադրությունը։ Հետո եկավ 1995 թվականը, գործարանը սեփականաշնորհվեց, դարձավ ՄԱԲ եւ շուկա հանեց իր արտադրանքը հայտնի Արամե ապրանքանիշի ներքո, իդեպ ի պատիվ Ուրարտուի առաջին թագավորի։ Տեսնում եք, պատմական արմատները այստեղ էլ չեն կտրվում ու շարունակում են ապրել նույնիսկ ժամանակակից բրենդավորման մեջ։ Իսկ գիտեք որն է նրանց հաջողության գլխավոր գաղտնիքը՝ տեղական ռեսուրսների ճիշտ ու առավելագույն օգտագործումը։ Նրանք հատուկ կենտրոնացել են մեր բնիկ հայկական խաղողի սորտերի վրա՝ խարջի, ոսկեհատ, գառանդմակ, ռկածի թելի եւ արենի։ Սա ոչ միայն անկրկնելի համ է տալիս իրենց խմիչքներին, այլև ինչը շատ ավելի կարևոր է, մշտական աշխատանքով է ապահովում տեղացի հարյուրավոր ֆերմերների։ Այսինքն ստեղծվում է մի շատ առողջ, փակ ու արդյունավետ տնտեսական ցիկլ։ Դե ինչ, եկեք ամփոփենք ընդհանուր պատկերը եւ տեսնենք, թե ինչպես է այս ամենը միավորվում։ Մենք ունենք 4 հավասարազոր հենասյուն՝ էներգետիկա, տրանսպորտ, գյուղատնտեսություն եւ արդյունաբերություն։ Սրանցից ոչ մեկը մյուսից առավել կամ պակաս կարևոր չէ։ Դրանք պարզապես աշխատում են միասին, լրացնում են իրար։ Արմավիրը այս բոլոր ոլորտներում առանցքային խաղացող է, եւ հենց այս հիանալի համադրությունն է այն դարձնում մեր տնտեսության այսպես ասած անկախապան շարժիչը։ Մեր այսօրվա վերլուծությունն ուզում եմ ավարտել մի շատ կարևոր, խորելու տեղիք տվող մտքով։ Երբ հաջորդ անգամ նայեք Հայաստանի քարտեզին եւ տեսնեք այս փոքրիկ, բայց աներևակայելի խիտ բնակեցված մարզը, հիշեք մի բան. այն իր ուսերին է կրում մի ամբողջ պետության էներգետիկ, տրանսպորտային ու պարենային անվտանգության ծանրությունը։ Իսկ հիմա հարց ձեզ, պատկերացնում եք, թե ո՞րն կլինի մեր երկրի ապագան, եթե մենք կարողանանք ճիշտ այս նույն արդյունավետությամբ զարգացնել մեր մյուս բոլոր մարզերը։ Դե ինչ, այս հարցը թողնում եմ ձեզ։ Շնորհակալ եմ, որ միացաք մեզ։ Կհանդիպենք։